դուք արդեն որերորդ անգամ ձեր կողմից ներկայացնում եք, որ էլեկտրոնային եղանակով ենք ծառայությունները մատուցում, դա նշանակում է ծախս արդյունավետության նաև բարձրացում, այսինքն նույն ծառայությունը մատուցում եք հանրությանը, մեր քաղաքացիներին ավելի քիչ պետական ծախսով եւ տրամաբանական է, որ սա պիտի ենթադրի, որպեսզի պետական տուրքերը, որ այդ ծառայությունների համար գանձվում է, դրանց չափերը եւս պետք է տրամաբանորեն նվազի։ Դուք վերցրեք նայեք այլ համակարգերի փորձը, օրինակ բանկային համակարգի կամ մեկ այլ համակարգի, ասում է, եթե ուզում ես ավելի էժան կամ առանց ծախսի, կարող ես էլեկտրոնային օգտվես այս ծառայությունից։ Կամ վերցրեք, ասենք օրինակ, այսպես ասենք, հա, ավիափոխադրումների համակարգը, էլեկտրոնային գրանցում կամ օֆլայն գրանցում, տարբեր ուրեմն այսպես ծախսեր են ենթադրում, առանց անկախ նրանից, թե դուք ծառայությունները ամբողջությամբ էլեկտրոնային եք մատուցում, թե ոչ, բայց այս փուլում արդեն մի քայլ հաղթահարել եք, էլեկտրոնային մարդը դիմում է ներկայացնում, մյուսը թղթային, ինքը ոչ մի տարբերություն դրանով չի տեսնում, բայց դա կարևոր ուղղություն է, չէ՞, դուք ուզում եք անցնեք էլեկտրոնայինի, հետևաբար այս մասով պետք է լինի նաև որոշակի խթան, այս դեպքում օրինակ պետական տուրքը ավելի քիչ գանձելու եղանակով, պարզ բաներ են սրանք, բոլորը լավ հասկանում են, դուք փորձեք, ինչքան էլ փորձեք բարդ բացատրեք, դուք կարող եք ուղղակի ասել, որ ոչ, չեք դիտարկում, շատ լավ, մենք էլ կհասկանանք, որ չեք դիտարկում։